Ես մի կարճ կուզենամ շարունակել եղբայրների խոսքը։ Այո, ինչն է մեր կյանքի ուրախությունը եւ ինչն է մարդուն դարձնում այդպիսին, որ մարդը թեպետ գիտի, որ կարծես իր համար ամեն բան վերջանում է այս կյանքում, բայց ուրախություն ունի։ Բայց իր ներսը ուրախանում է։ Այո, երբ որ եղբայրը վկայեց, ես հիշում եմ, սենց իմ աշկերի առաջ է այդ քույրիկի ժպիտը, մի քանի օր առաջ էր ընդամենը, երբ որ մենք հանդիպեցինք Գրենոբլում, երբ որ մտանք մենակ ժպտում էր, միջև այդ եղբայրները քանի անգամ այցելել էին, եւ այդպես ասեցին, եղբայրներ ջան, հեսա գնանք կտեսնեք, ասենք, ինչ քույրիկ է, էլի, ինչպիսի ուրախություն կա իր ներսում, միջև էդ էլ ես ճանաչում եմ, այստեղ մենք երկար տարիներ այար ճանաչում ենք եւ այստեղ է մասնակցում էին եւ նայում ես, որ մարդը գիտի իր կյանքը վերջանում է։ Այնպես չէր ծածկված էր իրանից, ինքը գիտեր, որ ամեն րոպե, ասենք, իրան սպառնում է մահը, որ կարծես մոտեցել է, այդ վերջին ժամերը, վայրկյաններն է ապրում, բայց իր ներսում կար ուրախություն, ուրախանում էր, մենակ փառք էր տալիս Աստծուն։ Հռոմեացիների թղթում գրված է հետևյալը. ինչն էր իրան լեցնողը, ինչն էր զորացնողը, ինչով էր ինքը զորավոր, եւ ինչով մարդը կարա զորավոր լինի, եւ այդ դժվարին պահին անգամ կյանքդ կարան քո ձեռից խլեն։ Ամեն բան, ինչ որ կա այս կյանքում, որ մարդիկ պայքարում են, որ կարծես դրա համար կյանք են դնում, բայց այդ ամենը կարող են քո ձեռքից վերցնել, բայց ինչը կարող է քեզ ուրախ դարձնել, ինչով ես դու ուրախ։ Հռոմեացիների գլխում առաջին գլուխ 16-րդ խոսքը հետևյալն է ուղում. Վասնզի ես ամոթ չեմ սեպեր ավետարանը, քանզի Աստծո զորությունն է ան, բոլոր հավատացյալներին փրկության համար, առաջ հերյային ու ետքը հույնին, վասնզի անով Աստծո արդարությունը, որ է հավատքեն, հավատքի համար կհայտնվի, ինչպես գրված է, թե արդարը հավատքեն պիտի ապրի։ Ավետարանը Աստծո զորությունն է։ Այո, այն մարդիկ, որոնք որ հավատացել են ավետարանին, հավատացել են Աստծո խոսքին, դա իրանց զորությունն է։ Որ ժամանակ, հենց այդ նեղության ժամանակ, որ ժամանակ, որ կարծես վտանգն է սպառնում քեզ, կարծես ընտրության առաջ ես կանգնած, այդ ժամանակը, երբ որ մենք ունենք վստահություն, երբ որ մենք ունենք ապավինություն, եւ Աստծո խոսքը ուղում է, ասում է, ավետարանը դա Աստծո զորությունն է։ Ես ուզում եմ մի կարճ անդրադառնալ ավետարանին, ինչի համար է ավետարանը տրված մեզ։ Ավետարանը դա բարի լուր կամ ավետիս է փրկության մասին։ Երբ որ մարդը հաղորդ է լինում ավետարանին եւ Աստծո խոսքին, եւ այդ բարի լուրը եւ ավետիսը առնում է Տիրոջից, նա տեսնում է, հասկանում է, որ ինչպիսի ավետիս կա իրեն համար, ինչպիսի փրկություն կա պատրաստված Տիրոջ միջոցով, որ Աստված այդ բարի լուրը ավետում է ավետարանի միջոցով, դու չես կարող ուղղակի ուրախ չլինես, ուրախություն ես ապրում, որովհետև տեսնելով, որ Աստված քեզ մահից կյանքի է փոխադրել, եւ Տերը խոստացել է մի կյանք հավիտենական, որ ոչ մի բանի հետ էլ չես փոխի, որը որ ժամանակավոր է, որ եղբայրները խոսեցին 60, 70 զորությունով 80 տարի, որ կարծես այս ամենով սահմանափակվում այս կյանքը, բայց ավետարանը մեր առջև բացում է մի նոր կյանք, նա ունի բարի լուր, ավետիս տալու մեզ ամեն մեկիս, Աստծո կողմից փրկության ծրագիրը ներկայացնելով Հիսուս Քրիստոսի միջոցով, որ այդ փրկությունը նրա որդու միջոցով է։ Դա համար իշքան կարևոր է մեզ համար, որ մենք հաղորդ լինենք ավետարանի հետ, Աստծո խոսքի հետ, այն բարի լուրը, որ տրված է մեզ յուրաքանչյուրիս։
Ավետարանը գրելու համար Աստված օգտագործել է 4 ավետարանիչներին։ Երբ որ մենք տեսնում ենք 3 ավետարանիչները, Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը, հիմնականը նրանք խոսում են այն պատմությունների մասին, խոսում են այն հատվածների մասին, որոնք որ Տեր Հիսուս իր կյանքում կատարեց։ Բայց Հովանու ավետարանը խոսում է Քրիստոսի աստվածության մասին, խոսում է այն կյանքի մասին, որ Քրիստոս բերել է մեզ, այն բարի լուրը ավետելով մեզ յուրաքանչյուրիս։ Եվ այս 4 ավետարանները իրար միաբանվելով ներկայացնում են Աստծո այն ծրագիրը, այն հայտնությունը, որ Քրիստոսով Աստված Հայրը ուզում էր հայտնել մեզ յուրաքանչյուրիս։ Երբ որ մենք նայում ենք, ես ուզում եմ Հովանու ավետարանից ներկայացնել կարճ այն 7 հայտնություններից, որ Տերը վկայում է, Հայրը վկայում է իր որդու մասին, որ որդին վկայում է այն կյանքի մասին, որ նա բերել է մեզ յուրաքանչյուրիս։ Երբ որ մենք կարդում ենք Հովանու ավետարան 6-րդ գլուխ 22-րդ խոսքը, 32-րդ խոսքը կներեք, հետևյալն է ներկայացնում, որ կյանքի հացը դա Քրիստոսն է։ Ես ուզում եմ կարդալ այդ համարները 32-րդ խոսքից։ Վասնզի Հիսուսը սավ անոնց, ճշմարիտ կսեմ ձեզի, թե Մովսես չտվավ ձեզի երկնավոր հացը, բայց իմ հայրս կուտա ձեզի ճշմարիտ երկնավոր հացը, վասնզի Աստուծմե տրված հացը այն է, որ երկնքեն կեչնե ու աշխարհի կյանք կուտա։ Եվ Հիսուսը սավ անոնց, ես եմ կենաց հացը, ան որ ինձի կուգա, երբեք պիտի չանոթենա, եւ ան որ ինձի կհավատա, պիտի չծարավի։ Երբ որ նայում ենք այստեղ, Հիսուս վկայում է մի կարևոր ճշմարտության մասին, որ նա է երկնքից իջած հացը, այն հացը, որ մարդուն կյանք կտա։ Այս կյանքում մարդիկ օգտվում են երկրավոր այս մարմնավոր հացից, բայց նայում ենք 60, 70, 80 տարի ետքը մահն է սպառնում։ Բայց Տեր Հիսուս խոսում է մի իրական, մի կյանքի հացի մասին, որ ասում են այդ հացը ես եմ, որ երկնքից եմ իջել, եւ այդ հացը ով որ ուտի, ում որ տամ, ով որ ուտի, նա կյանք պիտի ունենա եւ այն էլ հավիտենական կյանք, այսինքն ներկայացնելով որ կյանքը իր մեջ է, կյանքը Քրիստոսի մեջ է, կյանքը Աստծո որդու մեջ է, որ նա է երկնքից իջած հացը, որ այսօր Հայրը ուզում է որ մենք ամեն մեկս էլ ճաշակենք այդ իրական կյանքի հետ, ժողովուրդ ջան։ Եվ Տեր Հիսուս վկայում է այս մասին, որ Հովանես ավետարանիչը գրելով իր խոսքերի մեջ հետևյալն է ուղում։ Եվ երկրորդը ներկայացնում է, որ ես եմ աշխարհի լույսը, որ լուսավորում է այս ամբողջ աշխարհը, որ լուսավորում է այս խավարը, քան որ աշխարհը ամբողջ խավարի մեջ է, ոչ մարդկությունը խավարի մեջ է, մեղքի պատճառով մարդը հայտնվել էր խավարի մեջ, եւ բոլոր մարդկանց ներս այդ խավարն էր, եւ այդ խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույսի կարիք ուներ, այդ լույսի հայտնության կարիքը ունի, որ այսօր մենք ամեն մեկս էլ Քրիստոսին ընդունելով մեր ներսը լուսավորվում է եւ մենք կյանք ենք առնում։ Այս մասին գրված է Հովանու 8-րդ գլուխ 12-րդ խոսքի մեջ, որ կուզենամ ընթերցել, որ հետեւյալն է ուղում մեզ յուրաքանչյուրիս։ Հիսուս նորեն խոսեցավ անոնց ու ուսավ. Ես եմ աշխարհի լույսը, ան որ իմ ետևես կուգա խավարի մեջ պիտի չքայլե, ան որ իմ ետևես կգա նա խավարի մեջ պիտի չքայլի, որտեղ նա է իրական լույսը, որ այսօր մենք այդ լույսի կարիք ունենք։ Դա համար կարևոր է, որ մենք ամեն մեկս էլ խնդրենք Տիրոջը, որ Տեր իրական մենք այդ ճշմարիտ լույսի կարիքը ունենք, որ Տեր Հիսուս վկայեց, որ ես եմ այս աշխարհի լույսը, որ այն, որ իմ ետևես կուգա, նա խավարի մեջ պիտի չմնա։ Դա համար մենք Հիսուսի կարիք ունենք, նա կանչում է մեզ, հրավիրում է, որ մենք գնանք իր հետևից, որ ճշմարիտ լույսը ունենանք մեր կյանքում։ Եվ երրորդը, որի մասին որ կուզենամ ներկայացնել, դա հետևյալն է, որ Տեր Հիսուսը ուղում է, որ ես եմ դուռը, մուտքը, այսինքն առաստված, որ ոչ մեկ չի գա հորը քով, եթե ոչ ինձանով։ Հովանու 10-6-րդ խոսքը կուզենամ ընթերցել, որի մասին որ ուղում է նորից Աստծո խոսքը։
Ասում է գողը ուրիշ բանի համար չի գար, այլ միայն գողանալու եւ սպանելու, կորցնելու համար։ Ես եկա, որ կյանք ունենան եւ ավելի ունենան։ Ես եմ բարի հովիվը, բարի հովիվը իր կյանքը ոչխարներու համար կդնե։ Եվ երբ որ կարդում ենք մի փոքր վերևից, Հիսուսն ուղղում է հետևյալը 7-րդ խոսքը. ճշմարիտ, ճշմարիտ կսեմ ձեզի, ես եմ ոչխարների դուռը։ Ամեն անոնք, որ ինձ մե առաջ եկան, գող ու ավազակ էին, բայց անոնց չլսեցին ոչխարները։ Այսինքն միակ դուռը դեպի կյանք տանող, միակ դուռը դեպի ճանապարհը փրկության, դա Քրիստոսն է, որ Հիսուս վկայում է իր մասին, որ ես եմ դուռը եւ ես եմ բարի հովիվը, որ իրոք նա է, որ միայն հոգ է տանում իր գառների համար, միայն նա է, որ իր կյանքը դրեց մեզ համար, յուրաքանչյուրիս համար, ժողովուրդ ջան, դրա համար կյանքի դուռը դեպի կյանք տանողը ճանապարհը Քրիստոսն է մեզ համար, որի մասին որ վկայում է ավետարանը։ Եվ չորրորդը, որ ես կարդացի արդեն հետևյալն էր, որ բարի հովիվը, որ վկայում էր Տեր Հիսուս իր մասին, որ այսինքն ղեկավարում է բոլոր այն հոգիներին, որոնք որ իրեն գալիս են եւ տանում է դեպի փրկություն, տանում է դեպի արոտ, որ 11-րդ խոսքը ուղում էր, որ ես եմ բարի հովիվը։ Նա է ճշմարիտ կյանքը եւ ճանապարհը, ժողովուրդ ջան, որ մենք նրա կարիք ունենք եւ ավետարանը լուսաբանում է այս ամեն բաները մեզ յուրաքանչյուրիս, տալով փրկություն եւ մոտեցնելով հորը։ Եվ ես ուզում եմ կարդալ նաեւ Հովանու 11-րդ գլուխ 25-րդ խոսքը, որի մասին որ վկայեց նաեւ Հարութ եղբայրը կարդալով, որ Տեր Հիսուս վկայում է, որ ես եմ հարությունը եւ կյանքը, որ տալիս է մարդուն կարծես վերստին ծնունդ եւ հոգեվոր կյանքի աղբյուրը դա Քրիստոսն է, որ նրանով մենք կյանք ենք ունենում եւ ավելի։ Հովանու 11-25-րդ խոսքը կուզենամ ընթերցել։ Հիսուսը սավ անոր. Ես եմ հարությունը եւ կյանքը, ան որ ինձի կհավատա, թեպետ մեռնի, պիտի ապրի։ Այսինքն այն հավատքը, այսինքն ինչն է այդ մարդկանց ուրախությունը, ինչն են այն մարդիկ, որոնք որ կարծես մահն է սպառնում, բայց ունեն ուրախություն, որտեղ ունեն հավատք, հավատացել են ավետարանի խոսքին, որ ուղում է, որ թեպետ մեռնեն, պիտի ապրեն, որտեղ կյանքը Քրիստոսով է, որտեղ նա է հարությունը եւ կյանքը, ժողովուրդ ջան։ Դա համար կարեւոր է, որ մենք հավատանք ավետարանի խոսքին, այն բարի լուրին, որ Տերը ավետում է մեզ յուրաքանչյուրիս, որ մենք ամեն մեկս էլ այս հավատք ունենանք։ Եվ 6-րդը, որ ես կուզենամ նորից ընթերցել Աստծո խոսքից, որ այս ամենը գրված է Հովանու ավետարանի մեջ, հետևյալն է ուղում, որ Տեր Հիսուս վկայում է, որ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, եւ ոչ մեկ չի գա հորքով եւ ոչ ինձանով, այսինքն Քրիստոսն է, որ կյանք է տալիս եւ մեզ բերում Աստծուն։ Հովանու 14-րդ գլուխ կարդամ առաջին խոսքերից հետևյալը, որ Տեր Հիսուսը, երբ որ տեսավ աշակերտներին, որ տրտմած կարծես, որ մոտեցել էր այն ժամանակը, որ պետքա վերցվեր աշակերտների վերջից, որ պետքա նրան խաչեին եւ նա երրորդ օրը հարություն առներ, Տեր Հիսուս հետևյալ խոսքերն ուղեց. սրտերնի չխռովի, Աստծուն հավատացեք, ինձյալ հավատացեք, հիմա հորս տունը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզի պիտի ասեի, հիմա կերթամ, որպեսի ձեզ տեղ պատրաստեմ, եւ եթե երթամ ու ձեզի տեղ պատրաստեմ, նորեն պիտի գամ եւ ձեզ քովս առնեմ, որպեսի ուր որ ես եմ, դուք ալ հոնը լաք, ուր որ ես կերթամ գիտեք ու ճամփանալ գիտեք։ Թովմասը սավ անոր. Տեր, չեն գիտեր ուր կերթաս եւ ինչպես կրնանք ճամփան գիտենալ։ Հիսուսը սավ անոր. Ես եմ ճամփան ու ճշմարտությունը եւ կյանքը, մեկը հորը քով չի գար, եթե ոչ ինձանով։ Միակ ճանապարհը կյանքի դա Քրիստոսն է, միակ ճշմարտությունը դա Քրիստոսն է, որ վկայում է իր մասին, որ ասում է մի տրտմեք, թեպետ նեղություն, թեպետ դժվարություն մի փոքր պետքա կրեք, բայց մի բան իմացեք, որ կյանքի ճանապարհը դա ես եմ, ճշմարտությունը ես եմ, եւ նա խոստացավ, որ ասեց, ահա հիմա ես ձեզի պիտի ասեի, որ պիտի գնամ ու ձեզի համար բնակարաններ պիտի պատրաստեմ,
որպեսի որտեղ որ ես եմ, այնտեղ է դու կլակ։ Այո, մենք այս խոստմունքները ունենք Տիրոջից, այս բարի լուրը ավետիսը ունենք մեր Տիրոջից, եւ այս հավատքն է, որ ինձ եւ քեզ ուրախություն է տալիս, որտեղ մենք մի բան ենք հավատում, որ կյանքը այս ժամանակավորով չի վերջանում, ժողովուրդ ջան։ Եվ հաջորդը, 7-րդը, որի մասին որ վկայում է նորից Հովհաննեսը ավետարանիչը, որ գրել է, որ Տեր Հիսուս վկայում է, հետևյալն է, որ Տեր Հիսուսը վկայում էր ճշմարիտ որդի մասին, որ Աստծո հետ մեկությունը եւ հոգեվոր կապը, որ մենք կարող ենք ունենալ Հորը հետ, դա Քրիստոսի միջոցով է, նրա վրա հաստատվելով, ժողովուրդ ջան։ 15-ի առաջին խոսքը հետևյալն է ուղում. Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրս մշակն է։ Ամեն ճյուղ, որ իմ վրաս է ու պտուղ չի բերում, կկտրե զանիկա, ան որ պտուղ կբերե, կմաքրե զանիկա, որպեսի ալ ավելի պտուղ բերեք։ Դուք հիմա մաքուր եք այն խոսքով, որ ձեզի խոսել եմ, իմ մեջ հսկեցեք ու ես ձեր մեջ։ Այսինքն Քրիստոս ներկայացնում էր մի կարևոր ճշմարտություն, որ ես եմ որդը, իմ հայրս էլ մշակն է, եւ եթե մենք Քրիստոսի վրա չհաստատվենք, մենք չենք կարող պտուղ բերել, ժողովուրդ ջան։ Եվ այս բոլոր վկայությունները, որ մենք ունենք, որ 7 վկայություններ, որ Հովհաննես ավետարանիչը վկայում է Քրիստոսի մասին, որ Քրիստոս անձամբ ինքն էր վկայում, այն կյանքը բերելով մեզ համար բարի լուրը, բարի ավետիսը, որ ուղղորդելով մեզ ամեն մեկից, որ մենք հաստատվենք այս կյանքի մեջ եւ այս հավատքը ունենալով Քրիստոսի վրա ուրախություն ապրենք։ Այսօր ավետարանը վկայում այս ամենի մասին։ Դրա համար ում կյանքում որ կան այս վկայությունները եւ որոնք որ հավատացել են այս ճշմարտությանը, իրանց ներսում ուրախություն կա, որովհետեւ մի բան են տեսնում, որ կյանքը Քրիստոսի մեջ է, որ կյանքը Քրիստոսն է եւ ով որ Հիսուսին ունի, նա կյանք ունի, այսպես գրված է Աստծո խոսքում, ժողովուրդ ջան։ Դրա համար մենք ամուր բռնենք Քրիստոսին, ովքեր որ դեռ նրա մեջ հաստատված չեն, ում ներսում որ դեռ կան կասկածներ, այսօր ժամանակն է, որ իրենք սիրտը բացեն Տիրոջ առջև եւ մեր աղոթքը աղակը բարձրացնենք, ասենք Տեր, այն բարի լուրը, այն ավետիսը, որ դու մեզ տվել ես ավետարանի միջոցով, այսօր բաց արա իմ կյանքում, որ ես էլ հավատամ, որ ես էլ տեսնեմ այն քո հրաշքներդ, այն քո ողորմությունը, քո սերը, որը որ դու խոստացել ես յուրաքանչյուրիս նկատմամբ, որ ինձ էլ է տրված այդ խոստմունքը, որ այս ուրախությունը մենք էլ ապրենք եւ այս կյանքում մենք ոչ մի բանը չենք փոխի Քրիստոսի հետ, ժողովուրդ ջան, թեպետ ինչ վիճակի առջև է կանգնենք, որովհետեւ Սուրբ գրքում գրված է, ով որ Հիսուսին ունի, նա կյանք ունի։ Այո, Դավիթ թագավորը ուղում է հետևյալը, որ թեպետ հայրս ու մայրս է զիս թողեն, բայց դու ինձ ամենևին չես թողուր Տեր, որովհետև նա է իր կյանքը մեզ համար դրել, որովհետև նա է ամեն բանը մեր կյանքում, ժողովուրդ ջան, իսկ սրա համար պետք է հավատալ, մեր սիրտը բացել Տիրոջ առջև, խնդրել, որ Տերը այցելություն անի եւ իր Սուրբ Հոգիով այսօր խոսի մեր սրտերի հետ եւ մեզ հաստատի ու զորացնի իր խոսքի մեջ, որտեղ ավետարանը դա Աստծո զորությունն է։ Եկեք աղոթքով կանգնենք Տիրոջ առջև, որ մենք էլ աղոթք կանենք, ասենք Տեր, մենք էլ ենք ուզում ճաշակել քո ավետարանիդ այն զորությունը, որով որ դու զորացնում, որով որ դու լեցնում եւ տալիս ես քեզ հավատացողների համար, որ իմ եւ քո ներսն էլ այս կենթանի եւ իրական հավատքը առաջանա, ժողովուրդ ջան, աղոթք կանենք։